Ավետարան ըստ Մարկոսի 7 Վեճ նախնիների ավանդությունների շուրջ Եվ նրա մոտ հավաքվեցին փարիսեցիներն ու օրենսգետներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղեմից։ Նրանք տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն անլվա հաց էին ուտում, բամբասեցին, որովհետև փարիսեցիները և բոլոր հրեաները, եթե ձեռքները մի լավ չլվանան, հաց չեն ուտում, քանի որ հների ավանդությունը պահում են։ Նաև շուկայից տուն մտնելով, եթե նախ չլվացվեն, չեն ուտում։ Եվ ուրիշ շատ բաներ էլ կան, որ ավանդաբար պահում են, ինչպես բաժակների, սափորների, պղնձե ամանների ու մահիճների լվացումները։ Ահա ինչու փարիսեցիները և օրենսգետները հարց տվեցին նրան. Ինչու քո աշակերտները նախնիների ավանդության համաձայն չեն շարժվում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում։ Նա պատասխանեց և ասաց նրանց. Ես այն լավ մարգարեացավ ձեր կեղծավորներիդ մասին ասելով. Այս ժողովուրդը ինձ շրթներով է մեծարում, բայց նրանց սրտները ինձնից հեռու են, իզուր են ինձ պաշտում, ուսուցանում են վարդապետություններ, որ մարդկանց պատվիրաններն են, Աստծու պատվիրանը թողած մարդկանց ավանդությունն եք պահում։ Ապա ավելացրեց. Աստծու պատվիրանը լավ եք անարգում, որպեսզի ձեր ավանդությունը հաստատեք, որովհետև Մովսեսն ասում է. Պատվիր քո հորն ու մորը, և ով որ չարախոսի իր հոր կամ մոր մասին, մահվամբ թող պատժվի։ Իսկ դուք ասում եք. եթե մեկը հորը կամ մորն ասի, ինչ ինձնից պիտի օգտվես, կորբան է, այսինքն Աստծուն տալու ընծա։ Դրանով իսկ այլևս թույլ չեք տալիս, որ նա իր հոր կամ մոր համար որևէ բան անի, և այդպես անարգում եք Աստծու խոսքը նույն ավանդությամբ, որ դուք փոխանցում եք միմյանց, և սրա նման ուրիշ շատ բաներ եք անում, մաքուրը և անմաքուրը։ Եվ նա ամբողջ ժողովրդին իր մոտ կանչելով ասաց նրանց. ամենքդ ինձ լսեցեք և իմացեք, չկա որևէ բան, որ մարդու մեջ դրսից մտնելով կարողանա նրան պղծել, այլ այն, ինչ ելնում է նրանից, այն է, որ պղծում է մարդուն։ Ով ականջներ ունի լսելու, թող լսի։ Եվ երբ ամբոխից բաժանվելով տուն մտավ, աշակերտները այդ առարկի մասին նրան հարցրին, և նրանց ասաց. դուք էլ այդպես անմիտ եք, չեք իմանում, թե ամեն բան, որ դրսից մարդու մեջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ որովայնը և դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները։ Եվ ասում էր. ինչ որ մարդուց դուրս է գալիս, այն է, որ պղծում է մարդուն, որովհետև ներսից մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդներ, շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն, այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն։ Փյունիկեցի կնոջ հավատը։ Եվ այնտեղից վեր կացավ եկավ Տյուրոսի ու Սիդոնի սահմանները, և մի տուն մտնելով չէր ուզում, որ որևէ մեկն իմանա իր այնտեղ լինելը, սակայն չկարողացավ թաքնված մնալ։ Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց։ Սա եկավ, ընկավ նրա ոտքերը։ Այս կինը հեթանոս էր, Փյունիկ Ասորի ազգից, աղաչում էր նրան, որ իր աղջկանից դևը հանի։ Եվ Հիսուս նրան ասաց. թույլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ մանուկների հացը առնել և շների առաջ գցել։ Կինը պատասխանեց և ասաց. Տեր, շներն էլ մանուկների սեղանի շրանքներից են կերակրվում։ Եվ նա ասաց նրան. այդ խոսքիդ համար գնա, դևը քո աղջկանից դուրս ելավ։ Կինը գնաց իր տունը և դևերին ելած գտավ, իսկ աղջկան պառկած մահճի վրա, խուլ համրի բժշկումը։ Եվ դարձյալ դուրս ելնելով Տյուրոսի և Սիդոնի սահմաններից եկավ Գալիլեայի ծովեզրը, Դեկապոլիսի սահմաններից ներս։
Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա։ Եվ Հիսուս նրան ամբոխից մի կողմ տանելով, իր մատները դրեց նրա ականջների մեջ և այնտեղ թքեց, ապա բռնեց նրա լեզվից, դեպի երկինք հանեց, նայեց, հոգոց հանեց և ասաց. «Եփաթա», որ նշանակում է «բացվիր»։ Եվ իսկույն նրա լսողությունը բացվեց, և լեզվի կապանքները ընկան, և խոսում էր ուղիղ։ Եվ նա նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, բայց ինչքան էլ նա պատվիրում էր նրանց, նրանք էլ ավելի էին տարածում, և ավելի ու ավելի էին զարմանում և ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին խոսել»։